Սիրելի հեռուստադիտողներ, հաղորդման առաջին հատվածն է մեր եթերում։ Հաղորդման այս հատվածում խոսել ենք մի թեմայի մասին, որն իսկապես կարող է կյանքեր փրկել։ Խոսքը արյան դոնորության մասին է։ Այսօր եւ աշխարհում, նաեւ մեր տարածաշրջանում հանդիպում ենք պատերազմների, արտակարգ իրավիճակների եւ անգամ նույնիսկ կարող ենք հանդիպել բնական աղետների, առավել քան երբևէ կարեւոր է ունենալ պատրաստ եւ պատասխանատու հասարակություն։ Այդ պատրաստության կարևոր բաղադրիչներից մեկը հենց կամավոր արյան դոնորությունն է։ Թեև շատերի համար դոնորությունը պարզապես բժշկական գործընթաց է, իրականում այն մարդասիրության, փոխաջակցության եւ հասարակական պատասխանատվության կարևոր դրսեւորում է։ Այսօր կփորձենք հասկանալ ով կարող է դառնալ դոնոր, ինչպես է իրականացվում գործընթացը եւ որքան անվտանգ է այն եւ ինչու է կարևոր, որ արյան պաշարները մշտապես լինեն համալրված։ Խոսենք նաեւ տարածված միֆերի, մարդկանց մտավախությունների եւ դոնորության մշակույթի ձևավորման մասին։ Իմ հյուրն է Յոլիան, Արյունաբանության եւ ուրուսկաբանության կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը։ Ողջույն Անդրանիկ։ Բարև։ Շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար եւ շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնելուն։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Եվ առաջին հարցս հետեւյալն է, ինչպես կգնահատեք արյան դոնորության դերն ու կարեւորությունը այսօր հանրային առողջապահության համակարգում։ Արյունը օրգանիզմի համար այն միջավայրն է, որի անբավարար քանակությունը օրգանիզմի համար կարող է շատ բացասական հետևանքներ մինչև նույնիսկ մահվան հանգեցնել։ Մյուս կողմից արյունը արհեստական եղանակով հնարավոր չէ ստանալ, ուստի դրա միակ աղբյուրը դոնորներն են եւ շատ կարեւոր է առողջապահական համակարգի համար, որ մշտապես ամեն օր ունենան բավական քանակի արյան պաշարներ, որպեսզի ոչ մի հիվանդ չտուժի արյուն չլինելու պատճառով։ Այսինքն կարող ենք անել եզրակացություն, որ արյան դոնորությունը կյանքեր փրկելու ամենակարևոր միջոցներից մեկն է։ Այո, բոլոր այն դեպքերում, երբ տեղի է ունենում արյան զանգվածային գորուստ կամ օրգանիզմը արտադրում է ոչ բավարար կամ վանվորյակ քանակի արյուն, բոլոր այդ դեպքերում անհրաժեշտ է արյան փոխներարկում, որպեսզի բուժումը բարեհաջող ստացվի։ Ովքեր կարող են դառնալ դոնոր եւ ինչպես։ Ցանկացած առողջ մարդ 10 չափած 10 տարին լրացած չունենա առողջական որևէ խնդիր, լուրջ առողջական խնդիր, քրոնիկ հիվանդություններ, մարմնի զանգվածը համապատասխանի մեր ցուցանիշներին, կանանց համար 52 կիլոգրամ եւ բարձր, տղամարդկանց համար 62 կիլոգրամ, կարող են մոտենալ արյան բանկ, ցանկացած Երևանում կամ մարզերում եւ դառնալ արյան դոնոր։ Ինչպես է այս process-ը ընդհանուր կազմակերպվում հանձնման սկզբից մինչև ավարտը։ Ինչ նախազննության փուլեր են անցնում եւ հետագա բոլոր գործընթացները ինչպես է կատարվում։ Դոնորը մոտենում է արյան բանկ, լրացնում է իր առողջությանը վերաբերվող հարցաթերթիկ, այնուհետև հարցաթերթիկով մոտենում է իրեն բույսզննություն իրականացնող բժիշկին, բժիշկը նայելով հարցաթերթիկի հարցերը, նաև տալով լրացուցիչ հարցեր, ինչպես նաև կատարելով որոշակի բույսզննություն, թույլատրում է կամ չի թույլատրում դոնորությունը։ Եթե թույլատրում է, այնուհետև դոնորի մոտ ստուգվում է հեմոգլոբինը, այսպես ասած արյան մակարդակը, եւ եթե դա նորմայի սահմաններում է, բավարար է, արդեն հանձնում է արյուն մոտ 400-450 մլ, այնուհետև 10-15 րոպե մնում է հսկողության մեջ ու վերջ, արդեն կարող է գնալ։ Այ կարծում եմ շատերին հետաքրքրող հարց, մեկ դոնորը քանի անգամ կարող է հանձնել արյուն։ Տղամարդիկ տարին 5 անգամ, կանայք 4 անգամ, մինիմալ ժամկետը 2 ամիս է։ Ինչ քայլեր են կատարում, որպեսզի դոնորական արյունը լինի անվտանգ։ Կարծում եմ սա շատ նույնպես կարևոր այն հատվածը։ Անվտանգությունը շատ կարևոր է։ Նախ առաջինը ստուգվում է վարակիչ ինֆեկցիաները, բոլոր այն վարակիչ հիվանդությունները, որոնք արյան միջոցով կարող են փոխանցվել, ամենածանր վարակիչ հիվանդությունները, դրանք են միավարակը, հեպատիտ B-ն, C-ն, սիֆիլիսը, բրուցելոզը։ Իդեպ երկու տարբեր մեթոդներով են ստուգվում։ Նախ ստուգվում է իմունոֆերմենտային անալիզի եղանակով, այսինքն ստուգվում է այդ վիրուսների հակածինը կամ իր նկատմամբ առաջացած հակամարմինները, այնուհետև ստուգվում է վիրուսի նուկլեինաթթուն, ԴՆԹ կամ ՌՆԹ-ն, եւ նոր այս երկու մեթոդներով եթե բացասական արդյունք ենք ստանում, նոր այդ արյունը ենթակա է փոխներարկման։ Բացի այդ անվտանգության հետ կապված նաեւ շատ կարեւոր է թե արյունը ոնց է վերցվում, ինչ արագությամբ, որ մակարդուկներ չառաջանան մշտապես ճոճորման պայմաններում, ինչ ջերմային ռեժիմում է պահպանվում, դա էլ է շատ կարեւոր, որտեղ եթե ջերմային ռեժիմի խախտում եղավ, կարող է գեմոլիզ լինել եւ այդ արյունը շատ վտանգավոր լինել։ Բացի այդ նաև ստուգվում է արյան խումբը ռեզուսը, դա էլ է շատ կարևոր, որովհետև եթե սխալ խմբի արյուն ներարկվեց, դա ոչ միայն
օգուտ կտա, այլ նաև կարող է շատ վտանգավոր հետևանքների կյանք խլել։ Ի սկզբանե երբ որ հաղորդումը բացում էի, օգտագործեցի, որ հատկապես պատերազմների, արտակարգ իրավիճակների, բնական աղետների ժամանակ սա շատ կարևոր միջոցներից մեկն է։ Ինչքանով է կարևոր նման իրավիճակներում արյան այս դոնորության ֆակտորը, ինչ նշանակություն ունի այն մեզ համար։ Շատ մեծ նշանակություն, թե պատերազմների, թե արտակարգ իրավիճակների ժամանակ հիմնականում հիվանդների մեծ մասը դրանք արյան կորուստով հիվանդներ են եւ առանց փոխներարկման հնարավոր չէ նրանց փրկել, ուստի շատ մեծ քանակի արյուն է այդ ժամանակ օգտագործում եւ մենք այդ ժամանակ նույնիսկ անցնում ենք, որ անցել ենք մենք այս ամեն ինչի միջով, դրա համար հստակ ասում եմ, մենք անցնում ենք 24/7 ռեժիմի, այսինքն գիշեր ցերեկ առուն ենք վերցում, որ հոսքը կարողանանք ապահովենք, այդ քանակը կարողանանք ապահովենք։ Փառք Աստծո, պատերազմի ժամանակ մենք դոնորների խնդիր չունեինք, մենք կարողացանք այդ ամեն ինչը ապահովել։ Դժվար առաջի 2 օրներ, որ պատրաստի պաշարները որ գնաց, որովհետև դոնորությունից մինչև պատրաստի արյան բաղադրամաս ստանալ դա աշխատատար process է, տարօրինակ պետք է ստուգվի, մշակվի, բաղադրամասերի բաժանվի, եւս մեկ անգամ ստուգվի ժամանակատար, դա շատ կարեւոր է, որ մշտապես լինի պատրաստի պաշար, որպեսզի այդ առաջի 2 օրը մենք արյան պատճառով մարդ հիվանդ չկորցնենք։ Շատ լավ։ Խոսենք մի փոքր նաև համավարակների մասին, մասնավորապես COVID-19 կամ նման այլ համավարակների ընթացքում ինչ դժվարությունների բախվեց դոնորության ոլորտը։ Մեր համար դժվար էր, երբ սահմանափակվեց տեղաշարժումը, երբ տրանսպորտը դադարեց, մարդկանց արգելում էին տնից դուրս գալ, բնականաբար դոնորը չէր կարողանում գալ արյան կետ, որպեսզի արյուն հանձնել, դա մի կողմից, մյուս կողմից այդ COVID-ով վարակված հիվանդները նույնպես արյան փոխներարկման կարիք ունեին եւ այդ ժամանակա ընթացքում մենք մեծ դժվարություններ ունեցանք քանակների առումով, բայց կարողացանք հաղթահարել։ Մի փոքր խոսենք նաև միֆերի, մտավախությունների մասին, քանի որ շատ ժամանակ այդ մտավախությունները շատերին չեն թողնում, որպեսզի հաղթահարեն այդ վախը իրենց մեջ եւ գալ դառնալ դոնոր։ Այո, մի փոքր եկեք խոսենք այդ միֆերի մասին եւ փորձենք հերքել դրանք, որպեսզի շատերը, ովքեր վախենում են, կարողանան մոտենալ եւ դառնալ ինչու՞ չէ դոնոր։ Որոշ մարդիկ մտածում են, որ արյունատվությունը կարող է իր առողջությանը վնասել, որ ինքը դրանից հետո շատ վատ վիճակում կհայտնվի, կամ որոշները մտածում են, որ մեկ անգամ արյուն հանձնելով պետք է մշտապես արյուն հանձնես, դες բաներ ենք շատ լսել։ Ինչու՞։ Մարդկանց մեջ է դա տարածված, մեկը մյուսին ասելով, այդպես տարածվում է, ասեմ դա այդպես չէ, օրգանիզմը արտադրում է այնքան արյուն, ինչքան որ կորցրել է ու ինքը հետադարձ կարգավորման մեխանիզմ ունի, երբ արյան քանակը բավարար է, ինքը այլևս չի արտադրում։ Մյուս կողմից, եթե մենք բուժձնություն անցկացրու, եթե թերապևտը նայում տեսնում է, որ կարող եք հանձնել, դուք ընդհանրապես մի մտածեք, որ արյունատվությունը ձեզ կվնասի, այդ 450 մլ դա այն քանակը չի, որ օրգանիզմի համար կարող է ինչ-որ վնաս հասցնել, հաշվարկված է, որ նույնիսկ 2 անգամ ավել արյուն կարող է հանձնել եւ օրգանիզմի համար դա աննկատ մնա։ Բայց այդ ընդունված այդ սահմանը եւս մեկ ապահովություն, որ օրգանիզմի համար արյունատվությունը ոչ մի վտանգ չառաջացնի։ Այ այստեղ ցակեց ինձ մոտ եւս մեկ հարց։ Որքան հաճախ կարող են դոնորները հանձնել արյուն, որպեսզի սա լինի անվտանգ։ Ամեն հանձնելուց առաջ մենք ստուգում ենք արյան հեմոգլոբինը, այսինքն արյան մակարդակը։ Եթե տեսնում ենք, որ նախորդ հանձնելուց հետո բավարար քանակությամբ չի վերականգնվել, մենք ժամանակ դադարեցնում ենք որոշ ժամանակ, 1 ամիս, 2 ամիս ընդմիջում ենք տալիս։ Եթե տեսնում ենք, որ օրգանիզմը նորմալ վերականգնել է այդ քանակը ու ոչ մի խնդիր չկա, 2 ամիս, 3 ամիս հետո նորից վերցնում ենք արյուն, այսինքն ամեն անգամ մենք ստուգում ենք ու եթե մենք զգացինք, որ արյունատվությունը թեկուզ 1%-ով կարող է վնասակար լինել իր առողջության համար, մենք արյուն չենք վերցնում։ Շատ լավ։ Մի փոքր խոսենք երկրում տիրող իրավիճակի մասին, մասնավորապես ինչպես է խրախուսվում դոնորությունը Հայաստանում։ Կան արդյոք արշավներ, կամավորական նախաձեռնություններ կամ իրազեկման ծրագրեր, որոնցով փորձում եք ընդլայնել ձեր այս շրջանակը։ Այո, տարի-տարի ընդլայնում ենք, անընդհատ նոր
միջոցառումներ են ի հայտ գալիս, օրինակ անցած տարի մենք սկսեցինք բուժկենտրոնների մեջ այցելել եւ էստաֆետային նման բուժկենտրոններ, բուժանձնակազմը նույնպես մասնակցում էր անհատությանը, ինչպես նաեւ կոչ էինք անում ժողովրդին, որ կան միանան այդ ակցիային, մեզ շատ կամավորական երիտասարդական ընկերություններ են միանում, օգնում այս հարցում, այս տարի ուսխորհուրդներն են միացել, ինչպես նաև հունիսի 14-ը դա դոնորների միջազգային օրն է, որ մենք ամեն տարի նշում ենք այդ օրը, եւս դա մեկ անգամ առիթ է խոսելու այդ թեմայի շուրջ։ Այդ օրը սպասվում են դոնորներին մեծ անակնկալներ, մեծ նվերներ, այս տարի նույնպես շատ լավ նշեցինք, փորձում ենք ամեն ձև բոլորին հասանելի դարձնել, որ բոլորը հասկանան, որ մշտապես արյան կարիք կա, այլ ոչ թե սպասեն կոնկրետ դեպքի նոր գան արյուն հանձնեն։ Գիտեք, մի փոքր նաև կցանկանայինք խոսել այդ դոնորներին ինչ օգուտ կարող է բերել արյան հանձնելը։ Կարծում եմ սա նույնպես կարևոր, կարելի ասել, անկյուն է, որից կարելի անդրադառնալ այս հարցին։ Այ ինչ օգուտ կարող է ֆիզիկական եւ հոգեբանական ստանալ դոնորը հանձնելով արյուն։ Ֆիզիկական օգուտից արյունն է թարմանում, իմուն համակարգն է որոշ չափով բարելավում, սիրտանոթային համակարգի հիվանդությունների հաճախականությունն է նվազում, բարելավում է միկրոշրջանառությունը, արյան ռեալոգիան է կարգավորվում, ինչպես նաև օրգանիզմը կոփվում է արյան կորուստին, այսինքն հաճախակի հանձնող դոնորները ավելի հեշտ, եթե դժվար պատահար եղավ ավտովթար կամ աստվածմիարսին շումի բան, իրենց օրգանիզմը ավելի հեշտ է տանում այդ ստրեսային իրավիճակը, այդ արյան կորուստը, քան ոչ կոփված մարդիկ։ Ավելի ադապտացված են։ Իսկ հոգեբանական օգուտը բնականաբար այն գիտակցությունը, որ կյանք ես փրկում, ու իրոք դա այդպես է, որովհետև առանց արյան փոխներարկման ես արդեն կրկնվում եմ, հնարավոր չէ շատ դեպքերում հասնել դրական արդյունքի։ Ու այդ գիտակցությունը, որ արյանը մեկը սպասում է ու քո հանձնելով կարող է որոշիչ իրան կա, դրանից ավելի լավ բան չկա։ Հայաստանում այս պահին ունենք բավարար քանակի դոնորներ։ Չի ասի, որտեվ երևի շատերը չգիտեն, բայց մենք օրեկան շուրջ 80-ից 100 պարկ արյուն ենք ներարկում, դա շատ մեծ քանակ է, շատերը այդ մասին չգիտեն։ Ու թվում է, որ ինչ-որ մի ակցիա կատարեցին, ինչ-որ 50 հոգով եկան արյուն հանձնեցին, վերջ արդեն բավարար է, ոչ դա ընդամենը մեկ օրվա պաշար է, եւ նույնիսկ շաբաթ կիրակի, երբ մենք չենք աշխատում, երկուշաբթի գալիս ենք, համարյա ամբողջ պաշարը սպառված է լինում, պահանջարկը շատ մեծ է։ Ժողովուրդը պատրաստական է արյուն հանձնելու, բայց անդադ սպասում է, որ իրենց դիմեն, ինչ-որ ակցիա կատարվի միջոցառում կամ դեպք լինի, որ կան կամ կոնկրետ հիվանդի անվանական կոչ լինի։ Այս դա է խնդիրը։ Մեր հիմնական ուղղությունը նա է, որ բոլորին հասցնենք այն գաղափարը, որ մշտապես արյան կարիք կա, մշտապես մի սպասեք, որ մենք կոչով դիմենք, երբ մենք կոչով դիմենք, դա արդեն բանից անցել է, արդեն շատ ուշ է։ Պետք է մշտապես պատրաստի բաղադրամասեր լինեն բոլոր խմբերի, որ ոչ մի հիվանդ չմնա առանց արյուն։ Այս ֆիքսեցի մեկ հատված, դուք ասացիք շատերը սպասում են ակցիայի։ Ինչ է ասել այս ակցիան։ Ոչ թե ակցիա, այլ որ մենք դիմենք, որ կարիք կա արյան, նոր կան հանձնել։ Ինֆորմացնենք։ Հա, մենք երբ որ գնում ենք համալսարաններում, տարբեր կազմակերպություններում, ներկայացնում ենք իրավիճակը, ասում ենք, որ շատ կարիք կա, իրանք երբ որ ասում են, այո, մենք պատրաստական ենք, երբ պետք լինի, ասեք գանք, նշանակում է, որ իրանք չհասկացան իրավիճակը, որտեղ սպասում են, որ մենք դիմենք։ Միշտ է պետք արյան փոխներարկում ամեն օր է կատարվում շուրջ 100 պարկ։ Մենք չենք կարող ամեն օր կոչով դիմել, ասել եկեք հանձնենք, մենք ուզում ենք հասկացնենք, որ եթե դուք պատրաստական եք արյուն հանձնեք, ձեր համար տարվա մեջ գրաֆիկ սարքեք, մի հատ գարունը, մի հատ ամառը, մի հատ աշունը մոտեցեք, ցանկացած արյան կետ արյունը հանձնեք, եւ այդ ժամանակ մենք ընդհանրապես ոչ մի խնդիր չենք ունենա։ Հատկապես կարծում եմ մեր տարածաշրջանում եւ մեր երկրում սա կարևոր նախապայման է։ Իսկ մի այսպիսի ստատիստիկա ցանկանայի տալ, արդյոք վերջին տարիներին ունենք դրական դինամիկա դոնորների քանակի։ Այո, ամեն տարի մոտ 10-ից 15%-ով դոնորությունը աճում է, բայց ցավոք սրտի պահանջարկն էլ մոտ 20-ից 25%-ով է տարվա վրա աճում, ու մշտապես մենք էլի արյան կարիք ունենք, այո։ Եվ վերջում իհարկե ցանկանայի, որպեսզի ձեր կոչով դիմեիք մեր հեռուստադիտողներին եւ խրախուսեիք եւ փոխանցեիք այն տեղեկատվությունը, որից հետո կարծում շատերը փորձեն դառնալ դոնոր։
կոչով դիմում եմ բոլորին, ովքեր որ ցանկություն ունեն կյանք փրկելու, մի սպասեք մեր հայտարարություններին, այլ երբ ձեզ հարմար է, մոտեցեք ցանկացած արյան բակ եւ նվիրաբերեք ձեր արյունը, իմացեք, որ դա իրոք կյանքեր է փրկում։ Անչափ շնորհակալություն Անդրանիկ, կարծում եմ շատ կարևոր զրույց էր, որը մեծ տեղեկատվություն փոխանցեց մեր հեռուստադիտողներին եւ կարծում եմ սա կլինի նրանց համար շրջադարձային։ Սիրելի հեռուստադիտողներ, կյանքը հաճախ լի է անկանխատեսելի իրավիճակներով։ Երբեմն դրանք կարող են առողջական ծանր դեպքեր, երբեմն արտակարգ իրավիճակներ կամ դժվար ժամանակներ, երբ օգնության կարիքը կարող է առաջանալ ցանկացած պահի։ Այդպիսի պահերին արյան բավարար պաշար ունենալը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ բազմաթիվ մարդկանց կյանքերի համար։ Այսօրվա զրույցը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ դոնոր լինելը միայն բժշկական աջակցություն չէ։ Դա մարդասիրական քայլ է, որը կարող է հույս եւ կյանք պարգևել մեկ ուրիշին։ Եվ գուցե հենց ձեր փոքր որոշումը մի օր դառնա ինչ-որ մեկի ամենամեծ փրկությունը։ Հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Յոլիան արյունաբանության եւ վիրուսկաբանության կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը։ Իսկ մենք շարունակում ենք մեր հաղորդումը։